Մի անգամ եւս բոլորին ողջույն։ Կարճ եթեր երևի 25 պլյուսի սահմաններում։ Ինչը մի պետք է ասեմ, դրա մեջ վստահ չեմ։ Որ այդպես բան կա։ Ըստ շրջանառվող լուրերի, բացի շրջիկ շակերտներով թափառական խմբից, որը պիտի ամեն ընտրատեղամաս Գյումրիում վաղը այցելի ու քվեարկի։ Հայաստան են բերվել, էլ եմ ասում, ըստ օդում կախված լուրերի։ Ազգությամբ թուրք 150 հոգի հատուկ ջոկատայիններ, որոնց ղեկավարում են շատ ընտիր հայերեն խոսող եւ հասկացող երկու հրամանատար, որոնք այս պահի դրությամբ գտնվում են մեր ոմն հայ գործարարի, անուն ազգանոց չեմ տա, հյուրանոցներից մեկում, բայց վաղը պիտի լինեն նրանք Գյումրիում այդ հատուկ ջոկատայինների հետ, որ ընտրություններից հետո ցանկացած խժդժություն, այսինքն, եթե ժողովուրդը տեսնի ընտրախախտում Նիկոլի կողմից, լցոնումներ, բառիս ամենաուղիղ իմաստով մարդկային քվեն գողանալու փաստեր, եթե գյումրեցին փորձիա բողոքի ձայնը արտահայտի, Հայաստանի ոստիկանապետ Արամ Հարությունյանը, թե չեմ սխալվում, թուրք ջոկատայինների հետ պետքա փորձի ճնշի այդ խժդժությունները։ Էլ եմ կրկնում, ըստ օդում կախված լուրերի։ Այդ ինֆորմացիան հաստատ չի, նոր մի 4 տեղ կարդացի էդի Facebook-ի մեջ։ Համի կետ համար առաջին, դիմելով մեր հայ գործարարին, որի հյուրանոցներից մեկում այս պահին գտնվում են հատուկ ջոկատայինների երկու հրամանատար, ովքեր հասկանում եւ խոսում են հայերեն։ Այսքան ժամանակ մի հատ թթու խոսք քո հասցեին չեմ ասել, եթե այս ամեն ինչը ճիշտ է, այդ թեմայով եմ էլի քեզ ասում։ Մի անգամ քո անունը չեմ շոշափել։ Մի անգամ թթու խոսք իմ կողմից քո հասցեին չի հնչել։ Մեծանուն հայ գործարար։ Էլ եմ ասում, ըստ օդում կախված լուրերի, այն 69 հոգին շրջիկ քվեարկողները, որ պիտի գնան ընտրատեղամասից ընտրատեղամաս վաղը, ու ամենտեղ քվեարկեն, սենց, գալաշկեն դնելով էթան։ Նույնիսկ դու դրանց ես ֆինանսավորում։ Էլ եմ ասում, ըստ օդում կախված լուրերի, յուրաքանչյուրին առաջարկել ես $2000։ Այդ 69 հոգին պիտի ղեկավարվեն իբր թե հեռախոսներով։ Գլխավոր հեռախոսը պետքա լինի վիբրատոր Ալյոնայի մոտ։ Այդքանով հանդերձ կրկնեմ եւս մի անգամ, եթե այդ ամեն ինչը ճիշտ է, եթե դու լինելով որպես հայ Յան ազգանունը կրող, մեծանուն հայ գործարար, մեծանուն ասելով ճանաչված հայ գործարար, ճանաչված հարգված մարդու աղբոր տղա, հարգված, բառիս լայն իմաստով, եթե այդ ամեն ինչը ճիշտ է ու քո հովանավորչության տակ Հայաստան են բերվել թուրք հատուկ ջոկատայիններ, որպեսզի Գյումրիում թուրքը ծեծի ու նվաստացնի ազգությամբ հային, մենք իրարից չենք նեղանում, էլ եմ ասում, առանց անունը տալու մեծանուն հայ գործարար։ Հիմի անցանք երկրորդ, այդ նույն հարցով երկրորդ պահին, երկրորդ թեմային։ Դիմում եմ բոլոր գյումրեցիներին, բոլորին, եւ ովքեր պիտի գնան ընտրության, եւ ովքեր պիտի լինեն վստահված անձ, եւ ովքեր պիտի լինեն, չգիտեմ, իրանց թեկնածուին սատարող անձ, բայց ամենակարևորը դիմում եմ այն գյումրեցիներին, ովքեր իրանց մեջ պարունակում են հայի գենետիկան։ Սա թող լինի խնդրանք, թող լինի հորդոր, շատերդ կարակ ասեք, մենք գիտենք ինչ ենք անում, չլսեք իմ ասածը,
Ոչ էլ լսեք իմ ես խոսալը, դա նորմալ եմ ես համարում։ Եթե որևիցե մի X պահի, ես իմ էլ եմ կրկնում, դիմում եմ այն գյումրեցիներին, ովքեր իրանց համարում են պատվախնդիր հայ։ Եթե ընդունենք, որ օդից կախված տեղեկությունը, որ Գյումրի պիտի գան վաղը 150 հատուկ ջոկատայիններ իրանց երկու հայախոս եւ հայերեն հասկացող թուրք հրամանատարների հետ, ու դրանց պիտի հովանավորի Հայաստանի ոստիկանապետ Արամ Հարությունյանը, ու եթե ձեզանից որևէ մեկը կտեսնի, կնկատի ինչ-որ անարդարություն, հա, դա կբարձրաձայնի, դա կլինի լցոնում, դա կլինի վարչական ռեսուրսի չարաշահում։ Այդքանով հանդերձ, եթե հատուկ ջոկատայինները ազգությամբ թուրք, չնայած Հայաստանում էլ կան ազգությամբ հայ հատուկ ջոկատայիններ, որոնք իրենց գործելավոճով թուրքից շատ քիչ են տարբերվում։ Եթե կտեսնեք, որ թուրքը փորձում է գյումրեցիներ ջան, ձեր բարեկամին, ձեր ընկերոջը, անհատականությանը ով ուզում է տեր լինել իրա քվեարկած ձայնին։ Փորձում են ծեծել, փորձում են քաշքշել, փորձում են նվաստացնել։ Եթե սկզբում ասել եմ 25+։ Ես կմտնեմ եթեր եւ իմ խորին շնորհակալությունը կհայտնեմ բոլոր այն նամուսով թասիբով գյումրեցիներին, ովքեր առանց նայելու, որ նույն հատուկ ջոկատայինների կողքին կանգնած է Արամ Հովհաննիսյանը, Նիկոլի կողմից նշանակված ոստիկանապետը, անենցեք ծծծնեմ թուրքերին, ջարդմեք բառից բուն իմաստով, որ մյուս անգամ Նիկոլ Փաշինյանը բյուջեի կեսն էլ նվիրի հատուկ ջոկատայիններին, ոչ մի թուրք հատուկ ջոկատային չփորձի չակերտներով ներմուծվել Հայաստան ու խառնվել որևէ մի քաղաքական գործընթացի, որը բացառապես վերաբերվում է հայ ազգին ու հայ ազգի շահերին։ Ես գյումրեցու լեննագանցու կռիվանելը տեսել եմ։ Ես գյումրեցու այն ներվայնացած, այն 1980 գազազած վիճակը տեսել եմ։ Այդքանով հանդերձ դիմում եմ հայկական մտածելակերպ ունեցող, հասիբ նամուս ունեցող գյումրեցիներին, բոլորին, ովք եթե կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով, հրահանգով, ըստ օդում կախված լուրերի եմ կրկնեմ, Հայաստան ներմուծված 150 թուրք հատուկ ջոկատայինները փորձում են ձեր ընկերոջը, ձեր համաքաղաքացուն, ձեր համաերկրացուն, ընդհանրապես հային մատով կպնեն, առավել ևս, եթե փորձում են նվաստացնել կամ ստորացնել։ Մատենցեք ծծծնեմ թուրքերին։ Դուք շատ եք, վստահ եմ դուք շատ եք։ Գյումրիում հայ ջահելությունն ու հայ տղամարդու քանակը շատ է, քան 150 հոգին, ում վրա հույսա դրել Նիկոլ Փաշօղլին։ Սա խնդրանք հորդոր բոլոր գյումրեցիներին։ Էլ եմ ասում, ամեն մեկդ ում ուզում եք գնացեք ընտրեք։ Եթե դուք ունեք, ես էլ մի ասեմ ու ավարտեմ, եթե որևիցե մի գյումրեցի ունի տարական մտածելակերպի խնդիր եւ պատվախնդրության զգացումի զուր կա, ինքը վստահ կարա գնա ձայն տա Սարիգին, Արտյոմիկին կամ Լևոն Բարսեղյանին։ Ումոնց քաղաքական ղեկավարին, էլի եմ կրկնում, Սյունիքում ասեցին ողջույն բոզի տղա, Նիկոլ Փաշինյանը ձեն չհանեց։ Հիմա ուզում եմ տենամ, քանի տոկոս թասիբ ու նամուս ունի գոյություն ունի Գյումրիում։ Այն որ ընտրակ կեղծարարություններ պետք է լինեն Նիկոլի կողմից, դա բոլորն էլ հասկանում են։ Բայց ես չեմ ուզում տենամ, թե ոնց է Հայաստան ներկրված, հրավիրված թուրք հատուկ ջոկատայինները ծեծում գյումրեցուն կմնվաստացնում։ Գյումրեցին գյումրեցի չի լինի, եթե դրանց մեր ու մանուկը 1980 ծծցնելով չլարի Գյումրիից։ Ունդե հեչ կապ չունի, Արամ Հովհաննիսյանը իր այդ ծծերեն պատրելով կգա կընկնի մեջտեղ։ Կասի կարգ եք խանգարում, մենք եկել ենք ձեզ դոմփենք, պետք է լինի մտել Արամի դոմփեք, ոնց լինի Ալենի հետ մոտիկա, կարողա ծակիկը քորակալը։ Հիշեք, դուք եք ձեր քաղաքի տերը ու Գյումրու ընտրություններից շատ բան ա կախված։
Շատ բանակախված։ Գյումրիում Նիկոլը պետք է ոչ թե ջախջախից պարտություն կրի, այլ պետք է գլխի կոր։ Փասա փուսեն հավքի ու սիկտիր ելնի։ Քպան պետք է չանցնի Գյումրիում։ Սա զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Իսկ Սարիգը գալու է մի պահ Սարիգ լավ հիշի։ Դու Արտյոմիկը, դե Լևոն Բարսեղյանին չեմ ասում, այնի մարդը մանգալի որ տանի դոմփի։ Հարսադոմփն։ Լևոն Բարսեղյանին ուզում են սարքեն քաղաքապետ, որ հելնի հակառուսական քարոզանի։ Ռուսաստանում Լևոն Բարսեղյան ինչքան 3 միլիոն ապրող հայ կա, դրանց արական մասը, արական 6 տարեկանից սկսած։ Այվարցանց պուպուլիկն սկսում արդեն կայնել 6-ի մոտեր են։ Միամի, տալիս ենք։ Միջև քանի տարեկան է կայնում, 70 քանի, չէ։ Մի քիչ դժվար, բայց կայնում է։ Այդ հմեն կան ձեր տուն Լևոն Բարսեղյան։ Եթե դու ուզում ես հակառուսական տրամադրություն ստեղծես Գյումրիում ու թելելով Նիկոլի թելը, ռուսին դուրս հրավիրես Հայաստանի տարածքից։ Ներս հրավիրելով թուրք ենիչերներին, որոնց արդեն հրավիրել է Նիկոլ Փաշինյանը։ Ես կուզեմ այդքան ընտենամ։ Փաշյան Նիկոլ, հլը մի հատ խորց քեզ տամ, էլի հետո ընձիկ հարազատ բարբարով, ընձիկ շատերին։ Դուք պատկերացուս բոզի տղա, եթե քո բերած, եթե դա ճիշտ է, թուրքի հատուկ ջոկատայինները սկսեց գյումրեցուն ծեծել, զուտ են բանի հիմար, որ գյումրեցին բարձրաձայնել է, որ իրա ձայնը գողանում ես դու։ Դու պատկերացնում ես երկրով մեկ ինչա կատարվելու։ Են իշխանություն 2 կինոն տեսել ես Նիկոլ, որ սցենարը լավն էր, բայց իքս շատ էր էլի ինենց երգարում, ատենց պի չլնի Նիկոլի վռնդվելը, պետք է լի կտրուկ և ռեսկի։ Այդ իշխանության 2 կինոյի սցենարին Նիկոլ, դու քո ազգոտակով երանի ես տալու։ Են որ գլուխը կախ վրոզի դավաճան վարչապետին կալանտանում են կալանավայր, փիլաքյանների վերով։ Ու ի տարբերություն իշխանություն 2 կինոյի դերասանի, ով իբր խաղում էր քո դերը։ Այդ դերասանի մեջ, են որ պիստոլեթը ատրճանակը պահում է, բայց չի կարողանում են ապահովիչի ցանի որ կրակի։ Դու ամենավերջի սրբապիղծ բոզի տղան ես Փաշինյան Նիկոլ, ով պատրաստ է հրաման տալ կրակել ոչ միայն գյումրեցիների վրա, այլ Երևանում հավաքված բազմահազարանոց ազգությամբ հայ ժողովրդի ու հայ ազգի վրա։ Բայց ազգի ու ժողովրդի վրա կրակող ոստիկանը մի փոքր սթափ մտածելակերպ դրսևորելու և ունենալու դեպքում ինքը պիտի հասկանա մի պարզ ճշմարտություն։ Հասարակ ճշմարտություն, որը հեռու չի իրականությունից։ Նիկոլի սաղ ու սատկացը վաղ թե ուշ քունվելու է։ Բայց դուք տղեք, որ պետք է 2 կոպեկի հիմար կրակեք հայի վրա, դրա աչոտը պետք է կարողանաք տաք։ Դրա աչոտի համար մեկին կյանքից զրկելու, վիրավորելու համար մարդունսկի 2 ոռը չի հերիքը։ Եթե փողոցեկի չէ, դուք այդ հասկացողությանը ծանոթ կլնեք մի քիչ, մի թեթև, ոչ թե դպրոցն ավարտել եք ու հետա ձեզանից շատերը հոգով մուսը լնելով բագոն խփել եք, կացել եք ծառայելու ոստիկանություն։ Բայց կրկնեմ, ոստիկանությունում լիքը պարադաշնի տղեկ իմ կարծիքով կան, ովքեր ծառայելով ոստիկանությունում, ծառայելով օրվա իշխանությանը չեն դադարում մնալ որպես հայ, որպես տղա։ Այդքանն էի ուզում կոչ հորդորով խնդրանքով դիմել երևի վերջին անգամ այն առումով, որ վաղը Գյումրու ընտրությունն են։ Մեր գյումրեցի աղբերներին, քրերին, ու դա չի վերաբերում մենակ արական սեռին։ Մեր գյումրեցի թասուբով աղջիկները, կանայք, այդ թուրք հատուկ ջոկատայինները եթե փորձեն նեղել ձեր ամուսիններին, եղբայրներին, ինչ կընկնի ձեռը տվեք աղջներին։ Թուրքի լավը պետք է ծռվի Գյումրիում, ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Հա, իմիջիալոց, հարգելի արցախցիներ ջան, մի քիչ շատ չեք դուք ձեզ հեռու պահում Հայաստանում կատարվող ներքաղաքական այդ ամեն ինչից։ Հա, տես այսօր հանրահավաք, բանսեսպաներ,
մի խումբ բոզի բալեք մտել էին կոմենտներ էին գնում, ջղային սմալիկներ էին դնում։ Այդ բոզի բալեքը չպիտի լինեն ձեզ ուղղորդող ոնց են կոչում այդ բառը, ուղեցույց, ուղղորդող ուղեցույց։ Այդ բոզի վաստակ մասսան, հարգելի արցախցիներ ջան, միշտ էլ եղել է Հայաստանում։ Միշտ եղել են Հայաստանում, ծպտված են բոզի բալեքի մասսան, ով երազել է իրա փորը կուշտ լինի, ոռը տաք լինի, ջանդամ թե Արցախցին իննամի շրջափակման մեջ չի եղել։ Այտենսները պետք է դառնան գաղթական, բայց դուք անմաս մի մնացեք։ Ոչ էլ լսեք ձեր Սամվել Շահրամանյանին, ով ասում է, մենք եկել ենք գաղթականի պես, խա 1980 գաղթական բառի մար։ Բայց չեն խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իսկ եթե ինչ-որ մեկը ձեզ երեսով կտա կոմենտների մեջ 50,000 դրամ, 40,000 դրամ, գիտեք ինչ եք պատասխանում, ասում եք մեծարգո պոռնիկի զավակ։ Այդ 50,000 դրամը տրամադրել է Եվրոպան Հայաստանի Հանրապետությանը, որ տրվի Արցախից բռնի տեղահանված հայ ազգաբնակչությանը։ Դա չի տրվում Հայաստանի պետական բյուջեից։ Ու այդ տրամադրված գումարի ընդամենը 1/3-ն է տրամադրվել արցախցիներին, որը հիմա փորձում են կտրել։ Այնպես որ դուք լիիրավ իրավունք ունեք, ձեր հայրենիք մայր Հայաստանում ունեք ձայնի իրավունք։ Ասեմ ավելին, դուք պարտավոր եք ձեր ձայնը բարձրացնել։ Դուք էլ կորցնելու բան չունեք։ Հայրենիք եք կորցրել։ Հարազատների շիրիմներ եք թողել ձեր հայրենիքում։ Ինչ եք ձեներ հետ կդրել արվենստը։ Վաղը մյուս օրը մի շաբաթից եթե ինչ-որ մի գործողություն սկսվի Հայաստանում, խոսքի օրինակ, որպես տարբերակ, հա, չեմ ասում պետք է սկսվի տես բան։ Ամեն մեկը ձեր երեխուն կամ ամուսնուն չքաշեք ձեր փեշի տակ, ասեք այ մարդ, դե գործ չունես էլի։ Գործ չունես։ Մեկը ոշման չի փոխվելու։ Մեկը մենք որ հելնենք մեզ են ձերբակալելու, մեր նպաստն են կդրելու։ Այդ 1980 որկրամոլի մտածելակերպը մի կողմ դրեք ձեր միջից։ 9 ամիս զրկանք կրած սովի մատնված արցախցին իրավունք չունի բարոյական առումով 50,000 դրամի հիմար ինք իր բողոքի ձայնը չբարձրացնի կամ չմիանա պայքարող հայի տեսակին, որը նույն մեր հայնա, մենք նույն գենետիկայի տերն ենք, նույն էթնոսն ենք, նույն, չգիտեմ, լեզուն, բարբառը, խոսակցականը մեր մեջ պարունակող սովորած նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք։ Էդի պրոստը մի քանի բոզի տղեկ են ասում, արցախցի, երևանցի, սյունեցի, եսիմինչ։ Так что մի քիչ թափ տվեք ձեզ։ Նիկոլ Փաշինյան, բայց քո նման դերասան պուտանգա ես հլը չեմ տեսել։ Էդի մոլակ խաղացքու դերեն։ Էդի մոլա ձևակ բռնես, որ Գյումրի ընտրություն հեշ քո տնգլին չի։ Կացե կնգա հետ, են վերջի զանգի ջինսն խակուցել մի հատ իրա վրա մի հատ կնգա։ Կնգատ վրին է մի հատ լվալ տուր, ճենջոտ։ Կնգատ վրի ջինսը մի հատ տուր թո խիմչիստկով անցկսնեն։ Բունկերից հետո, պարո Փաշյան, վրեն սպիտակ սերմնա հեղուկի հետքեր կան այդ ջինսի։ Ջոգես, են դորեր կարծե, կարտվել են նորացև է։ Ու մարդիկ սաս նստում են գաջը դեմքին, այդ ամենաշոտը դրա վրա ներվես խաղթվը։ Ժողովուրդ, ընչեք ձեզ ինքները ձեզ շնորում էշի կարգավիճակ, միջև Նիկոլ Փաշինյան բոզի տղու իշխանության գալը։ Մեր ազգը չի կարթվել, մեր ազգը դպրոց չի հաճախե, մեր ազգը համալսարան չի ավարտե, մեր ջահել սերունդը։ Ընչեք ձև բռնեմ, որ Նիկոլը դա մեր, չգիտեմ էլի, մխիտար հերացինա, Աննա Հակոբյանն էլ, չգիտեմ, Ղրերի կատունա, բայց մեկ այլ անվանվամբ, չգիտեմ, ինչ է այդ, մենք ունեցել ենք հայկին գրող, չէ։ Գրող բարի փոխաբերական իմաստով, էսի ուղիղ իմաստովն է գրողը։ Հելնում իրա դեկոլտեն բացում։ Համագյալ չկա վրա Նիկոլ, մաշերա։ Իտիմալ անֆիգուրոյա կուկնիկ, թաղեմ կե։ Հե? Իտիմալ անֆիգուրոյա։
ազնիվա կսեմ, պարոն Փաշյան։ Ես նես չէ, որ գծագրած, պտիլնի կինը կամ աղջիկը, որ նայեմ էտ օր վրա են, չէ, ճաշակին ընգեր չկա, բան չունեմ ասելու, բայց դու քո կնգանա չես ասում, այ կնիկ, դու մի քիչ անսիմետրիկ ես, էլի, ընչ ես հելում էտ դեկոլտ էտ բացում, հելում ասում, կրթվել են նորաձև, կամ որ քու կնիկ եմ ասում, ենա գորն գրեց, աբրի գորն, քուքած, դուք զաքսով մարդու կնիկ չեք, աբրես գորջան, մեզ մարդ է, մորնում եմ, քուքած, որ կենակ սա կրթվել են նորաձև է, էսա ձերն, պարոն Փաշյան, աչ ձերն, կուզեմ խարստամ, էլի քունուման գաղութի բոզին, հորյակ տնա իրա ջեբի մեջն էդ, գրպանի մեջակ ճխտա, քու կնիկ պլորուն, հա, պարոն Փաշյան, պլոների դեք խաղա, խա, կարող արեստական պատվաստում են արե, են շաշեն, Անահիտ Ավանեսյանը, կարող արեստական պատվաստում արե, փոքրիկ պուպուլիկա դրե անուլիկի մոտ ընդե, քորու մատ է, խա, քոն նամ ես թերյանը, պարոն Փաշյան, նույն պոյա, էդինա դու անալտավիր, որ մենք արդեն սկսենք մտածմունքների մեջ ընգնել են պոդքաստի խալու վրա ով էր պապազատ շռե, չէ, դու ես էլ լավ էր մի տևեր պրնա, հաղեմ կեզ, Նիկոլ Փաշինյան քունման արտիստ, են վիշշվը պիլատաժը, պրոստա տարբերությունը գիտես որնա, որ դու իշքան փորձում ես ձև պրնես, խա, որ այդ քյումրու ընտրությունը մի վեջ վեջն չի, իմ հեշ տնգլին չի, բայց դու տնգլել չունես, էլի, այդ մեզ կրթվել են նորաձև է, ես իմ դլոյ այդ մատով խաղալ են հնաձև է, ես իմ ինչ, պարոն Փաշյան, քու աշկերից բոլսկլտումը են վախն որնա, են որ ասմա, պաշոլ, ռուսերեն ասեմ, ասա թոթարգման են, պարոն Փաշյան, ասմա պաշոլ վլես պասած, увидел медведя, заодно и посрал, ճոգես, ինքո վախ կա քու աշկերի մեջ, ճոգես, ես որ գնայեմ, կսեմ որը հլե սրա պրիկիդի վծալնել են, ես իմ ալա ձև բրնե, որ հեչ ոչ մի բան իրա վեջը չի, ինքը մի հատ ուվերեննի, գյումրիում, սենց ճպալով սարիգն անցնելու է, սարիգ, լսար է սորվա խոսալս, երեկվա, չէ, քու խերրին չի, հա, որ լսես, ոչինչ, դու մտածում ես, ես ընտրությունից ընտրություն կարող է քեզ անդրադառնա, գուզես դառնաս իմ պաստայանի հյուրն, խա, կոֆե տնողս լնես, կարում ես լավ կոֆե տնես, Սարիկ, ես ալ քեզ աշխատավարձի տեղ կամ ժավելի սպիրտ կտամ կամ գորիսի տնական մեղեր, պրասվրուկ չննի, գեղի էդ մալ, բայց ամեն եթեր մտնելուց, քեզ սարքեմ, քեզ ոչ թե սարքեմ, դու արդեն սարքված ես, քանի որ դու մտել ես Նիկոլի տակ, քեզ շնորհեմ միջ գալակտիկական չար ու չատլախի կարգավիճակ, ուզես, խելքի արի, Սարիկ ես, թմբիկ ես, լեռնիկ ես, զորիկ ես, դու սարի Նիկոլի տակից, ընդե հետարքիր բան չկա, ընդե մենակ 7 համարի կրծքերին Նիկոլին նայելով, դուր սարի Նիկոլի տակից, դու իրոք թասիբով գյումրեցի ես, պաշտոնի հիմար, մի ծախեք ձեր ինքնասիրությունը, այղ աղպի տղեք, առաջը մեզ քանը, պարոն Փաշյան, վաղը հմեն ուժերով, պայքարում են Գյումրիի հիմար, ես քուկումեց եմ, Odնակլասնիկում ես ամտնեմ ստատուսը գրեմ, մեր պարոն Փաշյանի ծծել եմ փոքրացել է, ընտրում ենք Սարիգին, այդպես ստատուս գրեմ պարոն Փաշյան, անձի սաղ քֆուր կենեն է, կսեն մուտի տակերած, մեր պարոն Փաշյանը 7 համարի լիֆա հակնում, Հեծանիվով գնա վաղը Գյումրի, պարոն Փաշյան, միած հենց կռու գարա, էլի, բայց տեն տրուբի վրա նստելով, սիձելնիկ թոչելնի, տրուբի վրա, պրիքսկոկ, ասմա ու եղել սին, պրիեղել դոչ, ալենին էլ տար հետետ, մի հատ էլ առանց սիձելնիկ բան հետա, հեծանիվ ալենին դուր, դուք տենաս, որ ալենի ոչ մի միմիկան չի շարժվի, դուք գիտանց նրա հետև ինչ տրուբեք են մտե, դու իմանոց, քոմար կարող է մի ճան սովորելնի, բայց ալենին նայելով դու ինքնավստահությունը չկորցնես, երկու հատ առանց սիձելնիկ հեծանի վերցեք վաղը գացեք Գյումրի, ես էլ մտնեմ ուղի եթերով մեկնաբանեմ քո հեծանվար շավը, ասեմ մեր Պաբլիտո Փաշյանն
թելով տրուսիկ են խակել առանց լիպչիկ էլի գալմա Գյումրի։ Հարգելի գյումրեցիներ, դիմավորեք ձվերով, պամիդոր չէ, պամադորներով։ Հատուկ քպեին պաշտպանող գյումրեցիները կասեմ, մե 3 հատ լիպչիկ բարձրեք, սենց ռոզովի փումփուլիկներով, բերեք տվեք սեն Գյումրի մտնելու ճամփի մոտ թող խակի մեր պարոն Փաշյան։ Ամոթ էլի պարոն Փաշյան։ Խո դու փոքրիկ վերան չես, այն կինոյի մեջի։ Ասեն վերա գնեղանա, գիտես եղսիկ, ինքը Վերոնիկան է։ Լավ, կոպի մեջ ադնակլասնիկով։ Գյումրեցիներ ջան, հետո իմ խնդրանք Գորդոնը չմոռնակ, մեռիմ ձե։ Խա։ Իմ մոլակ ծսուցեք այդ թուրքերուն, ոյ։ Ես կմտնեմ ռուսերենով ձեր փոխարեն Էրդողան բաբամին կծսցնեմ, արխային էլեք։ Նիկոլի այդ մի ատեղ, ալի։ Նիկոլ Փաշինյան, որ նստում է Էրդողանի գիրգը։ Ձերը ձգմա է թա դեպի ընթրպատված չդորացը, են։ Որ մերքորյան գագոյի կթին է նման։ Շոյում ես Էրդողան բաբամի աբրանքը։ Այլանդակվա ես արդեն, վայ թե սանջիտեմ։ Շոյ էլ, հայացքով ես շոյու։ Ականջին թաքուն ասած կաս Էրդողանի, Էրդողան բաբամ դուր տանենք տուն ուտենք ես ու աննան։ Պոդքաստի վաղտ են վազի մեջ այդ Էրդողան բաբամի ռոմանոս ընդիր։ Մի քիչ չլորացա երևի էլի, բայց քո դուրն կգա հաստատ։ Դիր պոդքաստ արա, վաղնել հեծանիվով քյալ Գյումրի։ Ես կնայեմ Գյումրի ընդրություններին, ես կուզեմ խոսքնամ, որ Գյումրեցին ունի թասիբ, նամուս եւ ամենակարևորը հային վայել արժանապատվություն։ Գյումրեցին չի գնալու Գյումրի եւ ընտրի ինք իր սեփական հարսին դոմփած Լևոն Բարսեղյանին կամ մեկ այլ բոզի տղուկ։ Սալիկ, այդ բոզի տղա որ ասի քեզ չէր վերաբերվում։ Հələ որ։ Առայժմ մեզ քանը։ Պարոն Փաշյան, այս քշեր մի 50 գրամ խմի, դեղեր թալ գլուխը, կարաս դոզեն դվայնոյ խմես։ Առավոտ հլնեմ Աստված ջան, մեռնեմ զորությամբ, առանց կատակ եմ ասա։ Գրեն Facebook-ում գրած լինի, հե կառավարության սայտում։ Հանկարծամայ հել է Էրդողանի բիջը։ Մեծ ընտրություն, սալյուտ կառնեմ կխփեմ, չնայած նորտանից թե շուտ անց է, ձեր մոտ էլ է շուտ անց է։ Տայլանդի բանով, օրացույցով, ստե սալյուտ կխփեմ։ Կասեմ մեր Փաշյան ուղևորվավ, տղեք, դիմավորեք։ Առայժմ ես քանը, կապի մեջ ադնակլասնիկով։ Էլի ես էի, պարոն Փաշյան, հաջող։ Ես իմ ալ կանջետվի թաղեմ սրան, ես կիտո ես կի առախոսամ։